Слава Богу за сегодняшний день. Փառք Աստծուն այսօրվա համար։ Для меня честь, буду делиться с вами словом, Ինձ համար պատիվ է կիսվելու եմ Աստծո խոսքով։ а брат Сергей будет переводить. Սերգեյ եղբայրն թարգմանի։ Слава Богу. Փառք Աստծուն։ Хочу сегодня говорить на важную тему, Այսօր ուզում եմ խոսել կարևոր թեմայի մասին։ и хочу, чтобы мы сегодня вместе с вами вспомнили одну историю из жизни народа израильского, Եվ ուզում եմ որ մենք այսօր հիշենք մի պատմություն Իսրայել ժողովրդի կյանքից, которую вы все знаете. որը բոլորը գիտեք, Большинство точно знают. մեծամասնությունը գիտեն։ Хочу напомнить, что с чего начинается история. Ուզում եմ հիշեցնեմ թե ինչից է սկսում պատմությունը։ Народ израильский был в рабстве в Египте. Իսրայել ժողովուրդը գերության մեջ էր Եգիպտոսում, И мы знаем, что была тяжелая жизнь у них. եւ մենք գիտենք որ շատ ծանր կյանք էր նրանց մոտ։ Если кто-то видел, смотрел фильмы, связанные с рабами, Եթե ինչ-որ մեկը գիտի տեսել է ինչ-որ ֆիլմեր ստրուկների մասին, или христианские фильмы, даже мультики христианские, կամ քրիստոնեական ֆիլմեր կամ մուլտիկներ, там есть кадры, которые показывают, как обращались к рабам. այնտեղ կան մասեր, որտեղ որ ցույց են տալի ոնց էին վերաբերվում ծառաների И հետ։ сама Библия ստրուկների հետ։ описывает, как народ египетский относился к народу израильскому. Եվ Աստվածաշունչն էլ ցույց է տալիս թե Եգիպտոսի ոնց է վերաբերվում Իսրայել ժողովրդի հետ։ И знаете, Египет — это прообраз жизни до покаяния. Եվ գիտեք Եգիպտոսը դա խորհուրդ է միջև ապաշխարության կյանքին։ Жизни нашей, когда мы еще не встретились со Христом, Կյանքը այն ժամանակ, երբ որ մենք դեռ չէինք հանդիպել Քրիստոսի հետ, скажем так, мирской жизни. այսինքն աշխարհի կյանքով։ И мы знаем, что народ израильский, он мучился, страдал, и Бог решил его вывести из Египта. Եվ մենք գիտենք որ Իսրայել ժողովուրդը տանջվում էր եւ Աստված որոշեց նրանց հանել Եգիպտոսից։ И вывести и привести их в обетованную землю. Հանել եւ բերել խոստացված երկիր։ В землю, которую он обещал своему народу. Այն երկիրը, որով նա խոստացել էր իր ժողովրդին, Который обещал Аврааму, որը որ խոստացել էր Исааку, Աբրահամին, Якову и Իսահակին, его Հակոբին потомству. եւ նրանց սերունդներին։ В землю, где течет молоко и мед. Այն երկիրը, որտեղ կաթումեղր էր բխում, В благословенную землю. օրհնված երկիր։ Мы даже, когда вот эти моменты читаем в Писании, Երբ որ մենք կարդում ենք այդ մասերը Աստվածաշնչում, где описывается вот эта земля, որը որ նկարագրվում է այդ երկիրը, знаете, так светло становится на сердце. մեր սրտում սիրտը լուսավորվում է Ты դրանից։ понимаешь, что это благословенное место. Դու հասկանում ես, որ դա օրհնված տեղ է։ Но они прошли, не сразу пришли в эту землю. Նրանք գնացին, բայց ոչ միանգամից հասան այդ տեղը, այդ Они երկիրը։ прошли через пустыню. Նրանք անցան անապատի միջով։ И пустыня Եվ անապատը у нас всегда ассоциируется с чем-то тяжелым, մեր մոտ միշտ խորհուրդ է մի բանի, որ շատ ծանր է, испытания, трудности. փորձություններ, դժվարություններ։ Но я сегодня хочу говорить о пустыне. Եվ ես այսօր ուզում խոսեմ անապատի մասին։ И проповедь я так и назвал «Пустыня». Եվ քարոզ այդպես էլ անվանել եմ անապատ։ И я хочу, чтобы мы с вами увидели, какую роль играет пустыня в моей и твоей жизни. Եվ ես այսօր ուզում եմ, որ մենք տեսնենք, թե ինչ դեր է խաղում անապատը իմ ու քո կյանքի մեջ։ Какую роль играла пустыня в жизни народа израильского. Ինչ դեր էր խաղում Իսրայել ժողովրդի կյանքի մեջ անապատը։ Знаете, если бы пустыня была бы не важна, Գիտեք, եթե անապատը այդքան էլ կարևոր չլիներ, Господь бы их столько времени не оставил там. Աստված այդքան ժամանակ դրանց չէր թողի անապատի մեջ։ Да, Бог планировал 40 дней, мы знаем. Այո, Աստված ծրագրավորում էր 40 Но օր։ они там были 40 лет. Բայց նրանք 40 տարի եղան այնտեղ։ Но пустыня имеет важную роль в моей и твоей жизни. Բայց անապատը շատ մեծ դեր է խաղում իմ ու քո կյանքի մեջ։ И знаете, после покаяния Եվ գիտեք, ապաշխարությունից հետո нам кажется, что мы должны сразу прийти в обетованную землю. մեզ թվում է, թե մենք հենց միանգամից պետք է հասնենք այդ երկիրը В խոստացված։ землю, где течет молоко и Այդ мед. երկիրը, որտեղ կաթումեղր է բխում։ То есть после встречи с Иисусом Այսինքն Աստծո հետ հանդիպում, Հիսուսի հետ հանդիպումից հետո все должно в нашей жизни поменяться в одно ամեն բան мгновение. պետք է փոխվի միանգամից։ Были трудности, трудностей не должно быть. Դժվարություն կար եւ դժվարություն չի լինելու։ Были финансовые проблемы, их не должно быть. Ֆինանսական հարցեր կան եւ չի լինելու դա։ Были болезни, их не должно быть. Հիվանդություն կար այն ժամանակ, հիմա պետք է չլինի։ Были предательства, их не должно быть. Դավաճանություններ կար, հիմա պետք է չլինի։ Но ведь мы знаем, что это не так. Բայց մենք գիտենք, որ դա այդպես չի։ Мы знаем, что после встречи с Иисусом Մենք գիտենք, որ Հիսուսին հանդիպելուց հետո мы все равно проходим эти трудности. մենք անցնում ենք նույնպես դժվարությունների միջով։
Но хочу, чтобы мы сегодня увидели разницу. Բայց ես այսօր ուզում եմ որ մենք տեսնենք տարբերությունը։ Пустыня – это уже не Египет. Անապատը դա արդեն էլ Եգիպտոսը չի։ Это уже не рабство. Դա արդեն էլ ստրուկություն, գերությունը չի։ Для меня и тебя пустыня – это уже не рабство. Իմ ու քո համար անապատը էլ արդեն գերություն չի։ И мы с тобой должны быть благодарны Богу, что мы уже не в рабстве. Аминь. Եվ մենք պետք է շնորհակալ լինենք Աստծոց, որ արդեն էլ գերության մեջ չենք։ Но пустыня – это дорога к обетованной жизни, Բայց к вечной անապատը դա жизни. ճանապարհը դեպի խոստացված երկիր, Это дорога к тысячелетнему царству. Դա ճանապարհը դեպի հազարամյա թագավորություն։ Аминь. Ամեն։ И вот об этом я сегодня хочу говорить. Եվ դրա մասին այսօր ես ուզում եմ խոսել։ Для чего нужна пустыня? Ինչի համար է պետք Что она անապատը։ нам дает? Ինչ է տալիս մեզ անապատը։ И хочу, чтобы мы вместе открыли Второзаконие, 8 главу. Եվ մենք ուզում եմ բացենք իր հետ երկրորդ օրինաց 8-րդ գլուխ։ С 1 стиха буду читать. Առաջի խոսքից կարդանք։ Все заповеди, которые я заповедую вам сегодня, старайтесь исполнять, дабы вы были живы и размножились, и пошли и завладели землею, которую Господь обещал отцам вашим. Այն բոլոր պատվիրանքները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, զգուշ եղեք, որ անեք, որպեսզի ապրեք եւ շատանաք եւ մտնեք ժառանգեք այն երկիրը, որ Եհովան ձեր հայրերին երթումով խոստացավ։ И помни весь путь, которым вел тебя Господь Бог твой, по пустыне вот уже 40 лет, чтобы смирить тебя, чтобы испытать тебя, чтобы узнать, что в сердце твоем, будешь ли хранить заповеди Его или нет. Եվ հիշի այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովա Աստվածը այս 40 տարում քեզ մանացեց անապատի մեջ, որ քեզ խոնարհեցնե, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես թե ոչ։ Ամեն. Ամեն։ И первое, что я вижу, какой урок мы можем извлечь из пустыни, Եվ առաջին ինչ որ ես տեսնում եմ, թե ինչ դաս մենք կարող ենք վերցնել անապատից, что Бог хочет показать нам. ինչ Աստված ուզում ցույց տա մեզ։ Господь в пустыне хочет показать нам наше сердце. Աստված անապատի մեջ ուզում է ցույց տա մեր սիրտը։ То есть первое, для чего нужна пустыня? Առաջինը ինչի համար է պետք անապատը, Чтобы показать наше сердце. որպեսզի ցույց տա մեր սիրտը, Чтобы показать, что есть в нашей жизни. որպեսզի ցույց տա թե ինչ կա մեր կյանքի մեջ, Чтобы показать, что мы приобрели, когда были в миру. որպեսզի ցույց տա թե մենք ինչ ենք ձեռք բերել, երբ որ աշխարհի մեջ ենք И եղել, от чего Бог хочет нас освободить. եւ ինչից է ուզում Աստված մեզ ազատել։ Аминь. Ամեն։ Знаете, обычно у нас всегда завышенное мнение о себе. Գիտեք, շատ ժամանակ մենք մեր հանդեպ շատ մեծ կարծիք ունենք։ Я не думаю, что кто-то сидит и думает, вот я плохой, Ես չեմ մտածում, որ ինչ-որ մեկը նստած մտածում է, որ ես վատն եմ, я хуже всех остальных. ես ամենավատն եմ մնացածներից։ Обычно мы всегда о себе думаем хорошо, Շատ հաճախակի մենք միշտ լավն ենք մտածում մեր մասին, что мы достаточно верующие, որ մենք շատ լավ հավատացյալ ենք, что достаточно мудрые, որ շատ իմաստուն ենք, что достаточно любящие որ շատ и так սիրող далее, ենք, եւ смиренные. խոնար ենք, Но это проявляется в пути. եւ դա երևում է ճանապարհի մեջ, ընթացքի մեջ։ И Бог провел свой народ через пустыню, Եվ Աստված իր ժողովուրդը տարավ անապատով, чтобы показать, что есть у них в сердце. որպեսզի ցույց տա ինչ կա իրենց սրտի մեջ։ Смотрите, 2 стих еще раз давайте прочитаем. «И помни весь путь, которым вел тебя Господь Бог твой по пустыне вот уже 40 лет, чтобы смирить тебя, чтобы испытать тебя и узнать, что в сердце твоем, будешь ли хранить заповеди Его или нет». Երկրորդ խոսքը նորից կարդանք եւ հիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովա Աստվածը այս 40 տարում քեզ մանացեց անապատի մեջ, որ քեզ խոնարհեցնե, քեզ փորձելու եւ սրտիդ միջին իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես թե ոչ։ Смотрите, здесь написано, что, чтобы узнать, что в сердце твоем. Бог говорит, я хотел узнать, что в сердце твоем. Այստեղ գրված է եւ Աստված ասում է, որ ես ուզում եմ իմանայի քո սրտի մեջին է, ինչ կա քո սրտի մեջ։ Аминь. Знаете, Бог, Он не сомневается во мне и в тебе. Գիտեք, Աստված չի կասկածում իմ ու քո վրա, Но Он хочет провести нас, чтобы мы сами увидели, что есть в моем и твоем բայց նա сердце. ուզում է անցկացնի, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ կա մեր սրտերի մեջ։ Бог не говорит, ты злой. Աստված չի ասում, որ դու չար ես, Но Бог хочет нас провести, чтобы мы сами увидели. բայց Աստված ուզում է մեզ անցկացնի, որպեսզի մենք տեսնենք դա։ Бог не говорит, ты неверный.
Աստված չի ասում, որ դու հավատարիմ չես։ Бог говорит, я верю, что ты верный, Աստված ասում որ ես հավատում եմ, որ դու հավատարիմ ես։ но я тебя проведу, Բայց ես քեզ կանցկացնեմ, чтобы ты увидел, որպեսզի դու տեսնես, что есть в твоем թե сердце. ինչ կա քո սրտի մեջ։ Аминь. Бог хочет, чтобы я и ты видели свое сердце. Աստված ուզում է, որ ես եւ դու տեսնենք մեր սիրտը։ Не сердце другого человека, а лично мое. Ոչ թե ուրիշի սիրտը, այլ իմ սիրտը։ Մենք ինքներս մեր սիրտը տեսնենք։ Казалось, вот они вышли из рабства и видели множество чудес. Կարծես նրանք դուրս եկան գերությունից եւ տեսան բազում հրաշքներ, Но как они жили? բայց ոնց են նրանք ապրում։ Они роптали. Նրանք տրտնջում էին։ Помните, как они роптали? Հիշում եք ոնց են տրտնջում։ Можем открыть числа 11 главу. Կարող ենք բացել Թվոց 11-րդ գլուխ։ Я когда вновь читал это место, Ես երբ որ կարդում էի նորից այստեղը, сильно удивился զարմացա շատ их памяти. իրենց հիշողության վրա։ 11 глава, 5 и 6 стихи. Смотрите, что говорит народ израильский. Мы помним рыбу, которую ели в Египте, огурцы, и дыни, и лук, и репчатый лук, и чеснок. А ныне... Թվոց 11-րդ գլուխ 5-ից 6 խոսքերը։ Մենք հիշում ենք Եգիպտոսի մեջ մեր ձրի կերած ձկները, վարունգները եւ սեխերը, եւ պարասները եւ սոխերը եւ սխտորները։ А ныне душа наша изнывает, ничего нет, только манна в глазах наших. Եվ հիմա մեր անձը չորացել է, ամենևին մի բան չկա։ Միայն այդ մանանայի վրա է մեր աչքերը։ Знаете, они все помнили. Գիտեք, նրանք ամեն ինչ հիշում И էին։ перечисляет рыба, огурцы, дыня, лук, чеснок и так Եվ далее. նրանք թվարկում էին վարունգները, սեխերը, սխտորները։ Знаете, мы хорошо можем помнить, что было у нас до покаяния. Գիտեք, մենք շատ լավ կարանք հիշենք, թե ինչ ա եղել մեր կյանքում մինչև ապաշխարություն։ Но удивительно, что они не перечисляли чудеса, которые Бог сотворил в их жизни. Բայց զարմանալի է, որ նրանք չէին թվարկում այն հրաշքները, որ Աստված արել է նրանց կյանքի մեջ։ Про лук и дыню они помнили, Նրանք հիշում էին սխտորների մասին, а про то, պարասների что մասին, Бог их провел через открытое море, они не помнили. բայց այն, որ Աստված նրանց ծովի մեջով անցկացրեց, նրանք չէին հիշում։ И Бог хотел показать их сердце. Եվ Աստված ուզում էր ցույց տալ նրանց սիրտը։ И сегодня Бог хочет, чтобы мы тоже обращали внимание на свое сердце. Եվ Աստված այսօր էլ ուզում է, որ մենք ուշադրություն դարձնենք մեր սրտին։ Если сегодня тяжело, Եթե այսօր դժվար է, если сегодня проблемы в моей и твоей жизни, եթե այսօր դժվարություն կա իմ ու քո կյանքի մեջ, давайте будем вспоминать, что Бог уже сделал в моей и твоей жизни. եկեք հիշենք, թե ինչ է Աստված արել արդեն մեր կյանքի Через մեջ։ что Бог провел меня и тебя. Ինչերի միջով անցկացրել Աստված մեզ։ Аминь. Ամեն։ Знаете, сегодня я когда с утра пришел в церковь, Գիտեք, ես այսօր երբ որ առավոտ եկա եկեղեցի, одна из сестер сказала, Ատնես մի քուրիկ ասեց, говорит, вот мне давно еще говорили, в 80-х говорили, что мне осталось жить 2 года. 80-ական թվականներին ինձ ասել էին, որ ինձ 2 օր մնացել ապրել։ Но я до сих пор живу, слава Богу. Եվ ես մինչև հիմա ապրում եմ Փառք У Աստծո։ меня дети, внуки, правнуки. Երեխաներ ունեմ, թորներ, ծորներ ունեմ։ Слава Богу. Փառք Աստծոն։ Слава Богу, что мы можем это вспоминать. Փառք Աստծոն, որ մենք կարող ենք Что мы հիշել можем դրանց ценить մասին։ и видеть, что Бог делает в нашей Որ մենք жизни. կարող ենք գնահատել դա, թե ինչ անում Աստված մեր Потому что կյանքի дьявол մեջ։ будет всегда приходить и будет шептать. Եվ սատանան միշտ գալու է եւ շշնջալու է։ Тогда у тебя с делами было все хорошо. Այն ժամանակ քո գործերը շատ լավ Ты էին։ много денег зарабатывал. Դու շատ գումար էին վաստակում։ Не знаю, у тебя были какие-то возможности. Չգիտեմ ինչ որ հնարավորություններ դու Тебе ունեիր։ было достаточно весело, хорошо. Քո համար շատ լավ էր, ուրախ էր քո կյանքը։ Но давайте вспоминать, что Господь сделал для меня и тебя. Բայց եկեք հիշենք, թե Աստված ինչ արել Будем է քո всегда կյանքի մեջ։ помнить, что Иисус пролил за меня и тебя кровь. Միշտ պետք է հիշենք, որ Հիսուսը մեր համար իր օրյունն է И թափել։ это для меня и тебя большое благословение. Եվ դա իմ ու քո համար մեծ օրհնություն է։ Господь спас нас из рабства. Աստված մեզ գերությունից ազատել Вот է։ что мы с вами должны помнить. Ահա թե մենք ինչ պետք է հիշենք։ Поэтому каждый раз, когда ропот приходит в мое и твое Եվ դրա համար, сердце, երբ որ ամեն անգամ տրտունջը галիս է իմ ու քո կյանքի когда մեջ, дьявол стучит и говорит, тебе надо роптать, երբ որ սատանան թակում է եւ ասում է, որ դու պետք է тебе надо տրտնջաս, жаловаться, դու պետք է բողոքես, мы должны с вами вспоминать, что Бог сделал в моей и մենք պետք твоей է жизни. հիշենք, թե ինչ Աստված արել իմ ու քո И կյանքի тогда Он մեջ։ будет отходить от нас. Եվ այդ ժամանակ նա կհեռանա մեր կյանքից։
Знаете, когда они прошли, были в пустыне, народ израильский, Եվ գիտեք, երբ որ նրանք անցան եւ անապատի մեջ էին Իսրայել ժողովուրդը, они сомневались в Боге. նրանք կասկածում էին Աստծո վրա։ Они иногда говорили Նրանք ասում էին, Моисею, что ты вывел нас, նրանք Մովսեսին ասում են, դու հանեցիր մեզ, чтобы убить нас, чтобы мы жаждали воды и умерли в пустыне этой. որպեսզի մենք մեռնենք անապատում, որպեսզի դու մեզ սպանես անապատի մեջ, որպեսզի մենք ծարավ լինենք անապատում։ И каждый раз, когда они сталкивались с трудностями, Եվ ամեն անգամ, երբ որ նրանք դժվարությունների հետ էին հանդիպում, они начинали снова и снова жаловаться. եւ նրանք սկսում էին նորից եւ норից Сомневаться. կասկածել։ Знаете, сомнения тоже могут приходить в мою и твою жизнь. Գիտեք, կասկածանքները կարող են գալ իմ ու քո կյանքի մեջ։ Правильно ли я делаю? Ճիշտ եմ արդյոք ես անում։ Правильно ли я верю в Бога? Ճիշտ եմ ես այսօր արդյոք Может быть, что-то հավատում։ не так я делаю. Միգուցե ինչ-որ մի բան այն չի։ Это дьявол, который хочет сеять сомнения. Դա սատանան է, որը ուզում է ցանել կասկածներ։ Почему они сомневались? Ինչու՞ համար են նրանք կասկածում։ Потому что они смотрели на Моисея. Որովհետև նրանք նայում էին Մովսեսին։ Они ждали все от Моисея. Նրանք սպասում էին Մովսեսից ամեն Как ինչ։ ты нас вывел? Ասում են դու ես մեզ հանել։ Моисей говорит, Бог вас вывел. Մովսես ասում էր դա Աստված է А их արել։ взгляд был на Моисее. Բայց նրանց հայացքը Մովսեսի վրա է։ Поэтому они постоянно сомневались. Որտեղ նրանք դրա համար էլ ամեն անգամ կասկածում էին։ Сегодня мой и твой взгляд должен быть направлен к Богу. Аминь. Այսօր մեր հայացքները И պետք է когда наш взгляд ուղղված направлен к Богу, наше ожидание от Бога, Երբ որ մեր հայացքները ուղղված են Աստծուն, մեր и мы ни սպասումներն от кого не Աստծո։ ожидаем. Եվ մենք ոչ մեկից չենք սպասում։ Мы не говорим, вот ты меня привел в церковь, Մենք չենք ասում, որ ահա դու բերեցիր ինձ եկեղեցի։ я верил тебе. Ես հավատացի Это քեզ։ Бог тебя привел в церковь. Դա Աստված բերեց քեզ И եկեղեցի։ Бог меняет твою жизнь. Եվ Աստված է փոխում քո կյանքը։ Поэтому твои ожидания должны быть от Եվ դրա Господа. համար քո սպասումները պետք է И Աստծոց мои լինեն։ ожидания от Господа. Եվ Аминь. իմ սպասումները Աստծոց պետք է լինեն։ Ամեն։ И они сомневались. Եվ նրանք կասկածում Знаете, էին։ пустыня – это место, где Бог хочет показать мое и твое сердце. Гիտեք անապատը դա այնտեղն է, որտեղ Աստված ուզում է իմ ու քո սիրտը ցույց տալ։ Моисей сказал, Մովսես ասաց. вот перейдите реку Иордан. Անցեք Հորդանան գետը։ Он отправил соглядатаев. Նա ուղարկեց լրտեսներին։ Сказал, идите, посмотрите, что там за земля. Գնացեք եւ տեսեք թե ինչ երկիր է Потому что դա։ нам нужно пройти. Որովհետեւ ես պետք է անցնել։ И они пошли, Եվ նրանք գնացին, вернулись. հետ եկան И только Халев и Иисус Навин, եւ միայն Հիսուս Նավինը, Հիսուս Հեսուն Եվ Քալեբ. եւ Քաղեբը они сказали, мы пойдем и завладеем этой նրանք землей. ասացին մենք կգնանք եւ կգրավենք այդ երկիրը, Потому что они доверяли Богу. որովհետեւ նրանք վստահում էին Աստծուն, Но те, кто не знали Бога, բայց նրանք ովքեր չէին ճանաչում они Աստծուն, начали бояться. նրանք սկսեցին վախենալ։ Знаете, и в нашей жизни может приходить страх. Գիտեք մեր кյանքի մեջ էլ կարող է գալ А վախը։ вдруг у меня не получится? Բա որ չստացվի А ինչ։ если все так и останется? Բա որ այդպես էլ մնա։ И этот страх, он сеет дьявол. Եվ այդ վախը ցանում է սատանան, Но есть Господь, բայց կա Աստված, на которого мы должны смотреть. ում վրա որ պետք է И մենք верить, и доверять. հավատանք եւ вստահենք։ И Бог хочет сегодня показать мое и твое Եվ сердце. Աստված այսօր ուզում է ցույց տալ իմ ու քո սիրտը։ И когда мы проходим пустыню, Եվ երբ մենք անցնում ենք անապատ, все это открывается в այդ нас. ամենը բացվում է մեր մեջ։ Знаете, идолопоклонство. Գիտեք կրկապաշտությունը, Бог показал, что они вышли из рабства, Աստված ցույց տվեց, որ նրանք դուրս եկան գերությունից, но они продолжали быть идолопоклонниками. բայց նրանք շարունակում էին լինել կրկապաշտ։ Мы помним, Моисей 40 дней был на горе, Մենք հիշում ենք, երբ որ Մովսեսը 40 օր սարի վրա էր, и они ждали его, նրանք սպասում էին նրան, ждали Моисея. սպասում էին Մովսեսին։ И они подумали, что Моисей может не вернуться, сделали себе золотого тельца и начали ему поклоняться. Եվ նրանք մտածեցին, որ Մովսեսը էլ չի գալու, եւ նրանք ոսկեհորձ շինեցին եւ սկսեցին երկրպագել նրան։ Знаете, мы можем прийти в церковь, Գիտեք, մենք կարող ենք գալ եկեղեցի, мы можем верить в Иисуса, մենք կարող ենք հավատալ Հիսուսին, но мы должны исследовать свое сердце. բայց մենք պետք է քննենք մեր սրտերը։ Нету ли в нашем сердце идолов? Չկա արդյոք մեր сарտի մեջ ինչ որ կուրկ։ Когда что-то, казалось бы, опаздывает, Երբ որ կարծես ինչ որ մի բան ուշանում է մեր կյանքում, не уводим ли мы свой взгляд от Господа? մեր հայացքները արդյոք մենք չենք թեքում Աստծոց։ От кого наше ожидание? Ումից է մեր սպասումները։ Знаете, что такое идолопоклонство? Գիտեք ինչ է նշանակում կրկապաշտություն։ Когда ты свой взгляд уводишь от Бога и не знаю,
с другого места чего-то Երբ որ ожидаешь. դու քո հայացքը Աստծոց հեռացնում ես, ես ինչ որ միտեղ ես И ուղղում ты քո можешь идолом հայացքը։ сделать для себя человека Դու կարող ես կուրք սարքել քո համար մարդուն, или что-то. կամ էլ ինչ որ մի բան։ Когда ты перестал надеяться на Бога, перестал доверять Богу. Երբ որ դու էլ չես վստահում Աստծուն, Но мы должны верить, բայց մենք պետք է havատանք, что нас Господь вывел из Египта. որ Աստված է մեզ հանել Что Եգիպտոսից, Господь нас вывел из рабства. որ Աստված է հանել մեզ գերությունից, И Он нас ведет в землю обетованную. եւ նա է մեզ տանում դեպի խոստացված երկիր։ Аминь. Аминь. Он нас никогда не оставляет. Նա երբեք մեզ չի թողնի։ Даже когда тяжело. Անկամ այն Пустыня ժամանակ, это երբ որ դժվար место, է։ когда нам тяжело. Անապատը դա այնտեղն է, երբ որ մեզ դժվար է, Когда есть трудности, երբ որ կան դժվարություններ, но Бог с нами. բայց Աստված մեր հետ է։ И знаете, когда мы всегда смотрим на эту историю, Եվ գիտեք, երբ որ մենք միշտ նայում ենք այս պատմությանը, приходит такая мысль, գալիս է այսպեսի միտք, что я бы так, наверное, не сделал. որ ես Երևակայի այդպես չէի անի։ Если бы я видел все эти чудеса, я бы, наверное, так не сделал. Եթե ես այդքան հրաշքներ տեսնեի, ես Երևակայի այդպեսի բաներ չէի անի։ Но знаете, и мы множество чудес видели в своей Բայց жизни. գիտեք, մենք էլ շատ հրաշքներ ենք տեսել մեր կյանքի մեջ։ Бог, Он вчера, сегодня, вовеки тот же. Աստված նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Почему же мы тогда сомневаемся? Ինչի համար ենք մենք կասկածում։ Почему мы допускаем сомнения, ропот, Ինչի համար ենք переживания? թույլ տալիս կասկածանք, տրտունջ, Жалобу и так далее. բողոքներ եւ այլն։ И знаете, мы пустыню проходим не в церкви. Եվ գիտեք, մենք անապատը եկեղեցում չենք անցնում։ В семье проходим пустыню. Ընտանիքի մեջ ենք անցնում անապատով։ Да, когда есть отношения в семье. Երբ որ կա հարաբերություններ ընտանիքի մեջ, Муж, жена, дети. կին, ամուսին, երեխաներ, В церкви եկեղեցում мы все друг другу улыбаемся. մենք ժպտում ենք մեկս մեկի, Мы все рады друг другу. մենք ուրախ ենք մեկս մեկի համար։ Многие смотрят на наши семьи и говорят, вот семья, которую можно ставить в пример. Շատեր են տեսնում են մեր ընտանիքները եւ ասում են, հա, ընտանիքը, որ կարող է օրինակ լինել շատերի համար, А дома идет битва. բայց ընտանիքում կռիվ է գնում։ Дома идет сражение. Ընտանիքում կռիվ է գնում։ Эту пустыню мы проходим дома. Այդ անապատը մենք անցնում ենք И ընտանիքում։ Бог допускает иногда в нашей жизни эту пустыню, Եվ Աստված հաջողակի թույլ է տալի այդ անապատը, чтобы показать мое сердце, որպեսզի ցույց տա իմ սիրտը, показать сердце моих детей, моей жены. ցույց տա սիրտը իմ երեխաների, իմ И как мы կնոջ, друг к другу относимся. եւ ոնց ենք մենք վերաբերվում Бог хочет, իրար։ чтобы мы видели свои сердца. Աստված ուզում է, որ մենք տեսնենք մեր Знаете, սիրտը։ в работе какое у тебя сердце? Աշխատանքի մեջ ինչպես է քո սիրտը։ Бог будет показывать твое сердце. Աստված պետք է ցույց է տալու քո սիրտը։ Я иногда за собой замечаю некоторые вещи и понимаю. Ես շատ հաճախակի իմ կյանքում բաներ եմ Во նկատում։ время работы я замечаю некоторые вещи. Ինչ որ աշխատանքի մեջ ինչ որ բաներ եմ նկատում։ Я понимаю, надо меняться. Ես հասկանում եմ, որ պետքա փոխվեմ։ Потому что Бог дает возможность, чтобы оно проявилось. Որովհետև Աստված տալիս է հնարավորություն, որպեսզի դա դուրս գա։ И мы должны меняться. Аминь. Եվ մենք պետքա փոխվենք, Мы ամեն։ должны видеть свои сердца. Մենք պետքա տեսնենք մեր սրտերը։ Знаете, в служении Գիտեք, ծառայության մեջ Бог показывает нам наши сердца. ծառայության մեջ Աստված ցույց է տալի մեր սրտերը։ Как ты относишься к тому брату, к сестре? Ինչպես ես վերաբերվում այն եղբորը կամ քրոջը։ Когда ты с человеком не соприкасаешься, Երբ որ дու մարդու հետ գործ չունես, очень легко. շատ հեշտ է։ Но когда ты проходишь путь с человеком, Բայց երբ որ дու անցնում ես ճանապարհը մարդու հետ, все начинает выходить из тебя. ամեն բան սկսում է ներսից դուրս Говорят, գալ։ если хочешь знать человека, пройди с ним путь. Да, Ասма, есть армянская такая Եթե пословица. ուզում ես մարդուն ճանաչել, իր հետ ճանապարհ գնա։ Потому что, когда ты едешь с кем-то куда-то, Որովհետև երբ որ դու ինչ-որ մեկի հետ гնում ես ինչ-որ տեղ, особенно когда это долгая поездка, եւ հակապես եթե դա երկար ճանապարհորդություն է, ты начинаешь видеть капризы людей. դու տեսնում ես մարդկանց բնավորությունները, Не только положительные, но и отрицательные. ոչ թե միայն դրական, այլ բացասականները, И также по отношению к тебе. եւ այդպես էլ քո հանդեպ։ Поэтому, когда в служении ты видишь, что что-то не так, Եվ երբ որ դու տեսնում ես ծառայության մեջ, որ Бог ինչ-որ это բան չի, показывает, Աստված դա ցույց է տալի, чтобы мы обратили на это внимание и менялись. որպեսզի մենք դա նկատենք եւ փոխվենք։
Знаете, во время болезни, может, у тебя есть болезнь. Գիտեք, հիվանդության ժամանակ միգուցե հիվանդություն ունես դու։ Бог хочет тебе показать, доверяешь ли ты Ему, Աստված ուզում է ցույց տա դու վստահում ես նրան, веришь ли ты Ему, հավատում ես նրան, готов сражаться. պատրաստ ես պատերազմելու Во время финансовых трудностей, ֆինանսական խնդիրների ժամանակ, во время кризиса в отношениях, ինչ որ հարաբերությունների ժամանակ, Бог через все это показывает мое и твое сердце. Աստված այդ ամենի միջոցով ցույց է տալի իմ ու քո սիրտը։ И это происходит в повседневной нашей жизни. Եվ դա լինում է մեր առօրյա Как и народ израильский, проходя через пустыню. Եվ ինչպես Իսրայել ժողովուրդը անցնում էր անապատի մեջ։ И во Второзаконии, 8 глава, 2 стих, Бог говорит, Եվ երկրորդ օրինացույց 3-րդ գլուխ 2-րդ խոսքը ասում է, чтобы показать, что в сердце твоем. որ ցույց տամ թե ինչ կա քո սրտի մեջ։ Бог хочет показать, что есть в моем и твоем сердце. Աստված ուզում է ցույց տա թե ինչ կա իմ ու քո սրտի մեջ։ Осия, 2 глава, 14 стих. Ովսե Մարգարե 2-րդ գլուխ։ Смотрите, что Бог говорит. Посему вот и я увлеку ее, приведу ее в пустыню и буду говорить к сердцу ее. Ովսե 2:14 Սրա համար ահա ես նրան կհամոզեմ եւ նրան կտանեմ անապատ եւ կխոսեմ նրա սրտի հետ։ Аминь. Ամեն։ Видите, пустыня, Бог говорит, я приведу в пустыню Տեսնում եք Աստված ասում է ես կբերեմ անապատ и буду говорить к сердцу. եւ կխոսեմ սրտի հետ։ Пустыня это для меня и тебя может быть местом благословения. Գիտեք, իմ ու քո համար անապատը կարող է լինել օրհնության տեղ։ Тогда, когда мы в этой пустыне идем с Господом. Երբ որ մենք այդ անապատի մեջ գնում ենք Աստծո հետ։ Если Бог меня и тебя привел в эту пустыню, Եթե Աստված է ինձ եւ քեզ բերել անապատի մեջ, значит, Он хочет говорить к моему сердцу. ուրեմն նա ուզում է խոսել մեր սրտի Он հետ։ хочет что-то показать, чему-то научить. Նա ուզում է ինչ-որ մի բան ցույց տալ, ինչ-որ бан սովորեցնել մեզ։ Поэтому нам не нужно думать, что если в моей и твоей жизни есть проблемы, Եվ ես պետք չի մտածել, եթե մեր կյանքի մեջ կա ինչ-որ խնդիրներ, это обязательно какое-то проклятие, դա անպայման ինչ-որ մի անեց կա, это какая-то неудача. ինչ-որ անհաջողություն է, Просто Бог хочет, чтобы мы с тобой осветились. ուղղակի Աստված ուզում է, որպեսզի մենք սրբանանք։ Бог хочет, чтобы мы с тобой были золотом высшей пробы. Աստված уզում է, որպեսզի մենք բարձր որակի ոսկի Поэтому Он լինենք։ говорит, я приведу тебя в пустыню и буду говорить твоему Եվ сердцу. դրա համար նա ասում է, ես կբերեմ քեզ անապատ եւ կխոսեմ քո Чтобы սրտի никто не հետ, мешал. որ ոչ մեկ չխանգարի։ Знаете, иногда бывает, что мы уединяемся, Գիտեք, լինում է հաճախակի, որ մենք առանձնանում ենք, чтобы никто не мешал. որ ոչ ոք չխանգարի մեզ, Чтобы мы могли иметь общение с Богом. որ մենք կարողանանք ինչ-որ հաղորդակցություն ունենալ Աստծո հետ։ И почему мы берем пост? Եվ ինչ համար ենք մենք վերցնում ծոմ, Чтобы уединиться. որպեսզի առանձնանանք, Уединиться от всего и пойти и иметь общение с Богом. առանձնանանք ամեն ինչից եւ գնանք եւ հանդիպենք Տիրոջը։ Аминь. Ամեն։ Первое, что я увидел, Առաջին ինչ որ ես տեսա, что в пустыне Бог хочет показать мое и твое որ сердце. Աստված անապատում ուզում է ցույց տալ իմ ու քո սիրտը։ Второе, Երկրորդը, Он хочет меня и тебя подготовить к обетованной земле. նա ուզում է մեզ պատրաստել խոստացված երկիր մտնելու համար։ Аминь. Ամեն։ Бог хочет подготовить меня и тебя. Աստված ուզում է ինձ եւ քեզ պատրաստել։ 8 глава, и буду читать с 3 и 4 стихи. Он смирял тебя, томил тебя голодом и питал тебя манною, которую не знал ты и не знали отцы твои, дабы показать тебе, что не одним хлебом живет человек, но всяким словом, исходящим из уст Господа, живет человек. Одежда твоя не ветшала на тебе, и нога твоя не пухла вот уже 40 лет. 8-րդ գլուխ 2-րդ օրինաց 3-4 խոսքերը։ Եվ քեզ խոնարեցրեց, եւ սոված պահեց, եւ մանանա ուտեցրեց, որ ոչ դու ես ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնե թե ոչ միայն հացով կապրի մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կապրի։ Քո վրա հանդերձը չհնացավ եւ ոտքերը չուրեցան այս 40 տարում։ Аминь. Ամեն։ Слово Божие говорит, что Господь Он вел, Աստծո խոսքը ասում է, որ Աստված տանում է, чтобы показать, որպեսզի ցույց տա, чтобы научить, որպեսզի սովորեցնի, чтобы подготовить. որպեսզի պատրաստի։
чтобы мы с тобой вошли в землю որպեսզի обетованную, մենք իրար հետ մտնենք խոստացված երկիր, чтобы мы с тобой приготовили свое сердце к вечности, որպեսզի մենք իրար հետ պատրաստենք մեր սրտերը чтобы հավիտենականության мы համար, приготовили сердце для служения Богу, որպեսզի մենք պատրաստենք մեր սրտերը ծառայության համար чтобы Աստծուն, мы приготовили себя для тысячелетнего царства. որպեսզի մենք պատրաստ լինենք հազարամյա թագավորության համար։ Вот почему Господь допускает в моей и твоей жизни Ահա թե ինչի трудности. համար է դա Աստված թույլ տալիս իմ ու քո կյանքի մեջ И դժվարություններ։ пока мы живем в этом мире, Եվ միշտ մենք ապրում ենք այս երկրում, мы будем видеть эти трудности. մենք տեսնելու ենք այդ Но мы всегда должны դժվարությունները։ помнить, что Господь с нами. Մենք պետք է միշտ հիշենք, որ Աստված մեր հետ И է։ с Ним мы будем преодолевать, и с Եվ Ним будем մենք նրա հետ проходить. ենք անցնելու այդ ամենը։ И Бог хочет научить нас верить. Եվ Աստված ուզում է մեզ սովորեցնել, որպեսզի մենք В чем հավատանք։ заключается эта подготовка? Ինչու՞մ է կայանում այդ պատրաստությունը։ Бог хочет нас научить верить. Աստված ուզում է սովորեցնել մեզ հավատալ։ И поэтому, когда народ Божий вышел из Египта, Եվ դրա համար երբ որ Իսրայել ժողովուրդը դուրս եկավ они прошли Եգիպտոսից, через море, նրանք անցան ծովի միջով, они пришли и стали у скалы. եւ նրանք եկան եւ ժայռի առաջ կանգնեցին։ Они были в пустыне и хотели пить. Եվ նրանք անապատի մեջ էին եւ ուզում էին խմել։ Я не знаю, может быть, кто-то был в пустыне. Вот я когда ездил в Египет, Ես չգիտեմ, եթե կարող է ինչ-որ մեկը եղել է անապատում, երբ որ ես Եգիպտոսում и էի, там есть такая экскурсия, сафари, այնտեղ մի էքսկուրսիա կա սաֆարի, и ты садишься на байке, и тебя, ну, отвозят в пустыню, и ты там катаешься, եւ քեզ տանում են անապատի մեջ եւ դու այնտեղ դու պատտվում ես այդ անապատում, и ты видишь, насколько там жарко, եւ դու տեսնում ես թե ինչքան շոկ է այնտեղ, насколько там тяжелые условия для жизни. ինչքան ծանր իրավիճակ է այնտեղ ապրելու համար։ И вот народ израильский пришел в это место. Եվ ահա Իսրայել ժողովուրդը եկավ այդտեղը, Да, они прошли море, այո նրանք անցան ծովը, но это уже было. եւ դա արդեն կար, եղել էր։ Они сейчас столкнулись с трудностями. Նրանք հիմա էին հանդիպել դժվարությանը։ И что же теперь делать? Հիմա ինչ պետք է անել։ И Бог дает воду из скалы. Мы Եվ знаем эту Աստված историю. ժայռից տալիս է ջուր, մենք գիտենք այդ պատմությունը։ Знаете, мы тоже проходим трудности. Бог творит в моей и твоей жизни чудеса. Գիտեք մենք էլ ենք անցնում դժվարություններ եւ Աստված հրաշքներ անում մեր կյանքի մեջ։ Но потом приходят какие-то проблемы. Եվ նորից գալիս են խնդիրներ։ И ты сталкиваешься уже с этим. Եվ դու արդեն հանդիպում ես այս խնդիրների И հետ։ Бог хочет научить меня и тебя верить. Եվ Աստված ուզում է մեզ սովորեցնել հավատալ, Чтобы мы верили, որպեսզի մենք что հավատանք, для Бога нет ничего որ невозможного. Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Может быть, тебе кажется это тупик. Եվ միգուցե քեզ թվում է որ դա արդեն փակուղի է։ Пустыня, нету воды. Անապատը ջուր չկա, Но Бог даст из скалы воду. բայց Աստված ժայռից ջուր Потому что կտա։ для Бога нет ничего невозможного. Որովհետև Աստծո համար ոչ մի անհնարին բան չկա։ Что для тебя сегодня является вот этой жаждой? Ինչն է քո համար այսօր այդ царավ, այդ Что тебе փափագը։ кажется сегодня невозможным? Ինչն է քո համար այսօր անհնարին։ Верь, что Бог может дать воду из скалы. Հավատա որ Աստված ժայռից ջուր կտա։ И Бог хочет нас научить, чтобы мы верою принимали. Եվ Աստված ուզում է մեզ սովորեցնել, որպեսզի մենք հավատքով դա ընդունենք։ Вот для чего нужна пустыня. Հա թե ինչի համար անապատը պետք։ Я не знаю, какие есть проблемы в твоей жизни, Ես չգիտեմ ինչ դու խնդիրներ ունես քո կյանքում, но Бог тебе может дать воду из скалы. բայց Աստված կարող է քեզ ժայռից ջուր տալ։ Просто верь и верою принимай. Ուղղակի հավատա եւ հավատքով ընդունի։ Бог говорит, я хотел научить вас жить в святости. Աստված ասում է ես ուզեցի ես սովորեցնեմ ապրել սրբության մեջ։ Я дал вам заповеди, законы. Ես ձեզ տվեցի օրենքներ, Народ պատվիրանքներ։ израильский в пустыне получил заповеди Божьи. Իսրայել ժողովուրդը անապատի մեջ ստացավ И Бог говорит, օրենքները եւ я պատվիրանքները։ даю тебе повеление, чтобы ты их хранил. Եվ Աստված ասում է որ ես քեզ տվել եմ պատվիրանքներ, որպեսզի дու դա պահես։ Бог хочет научить меня и тебя ходить в святости и праведности. Աստված ուզում է մեզ սովորեցնել, որպեսզի մենք քայլենք սրբության մեջ։ Когда это происходит? Դա երբ է կատարվում։ Где этому мы можем научиться? Որտեղ մենք կարող ենք դա սովորել։ На небесах? Երկնքում։ На небесах мы и так будем в святости и в праведности Երկնքում ходить. արդեն մենք սրբության մեջ կլինենք։ Но учиться мы должны здесь, аминь. Сովորենք Во մենք время այսպես պետք է трудностей, во время սովորենք։ проблем, Դժվարության եւ խնդիրների մեջ։ во время ссор мы должны ходить в праведности и в Խնդիրների святости. մեջ մենք պետք է քայլենք սրբության մեջ եւ արդարության Научиться մեջ։ хранить себя в святости и праведности. Սովորենք մենք պահել սրբության եւ Там, где արդարության մեջ։ тяжело. Այնտեղ որտեղ որ դժվար է։ Научить смирению. Бог говорит, я смирял тебя. Սովորեցնել խոնարհության, 40 лет я тебя смирял. 40 տարի խոնարհեցրի 40 лет я тебя 40 смирял. տարի։ Бог хочет, нам кажется, что это народ израильский, 40 лет им нужно было. Մենք մտածում ենք որ դա Իսրայել ժողովուրդ է 40 տարի էր պետք իրանց համար։ А мы смиренные, Բայց մենք խոնարհ ենք։ ангелочки.
Հրեշտակներ ենք։ Бог хочет смирять меня и тебя. Աստված ուզում է խոնարհեցնի ինձ եւ քեզ։ Наш характер, наше поведение, наши Մեր բնավորությունը, отношения. մեր արարքները, մեր հարաբերությունները։ Бог хочет, чтобы я и ты были смиренными. Աստված ուզում է, որ ես եւ դու լինենք խոնար։ Не только перед Богом, Ոչ թե միայն Աստծո առաջ, но и друг перед другом. այլ Аминь. մեկս մեկի առաջ։ Ամեն։ Научить доверять. Սովորեցնենք վստահել, Научить жить в свободе. սովորեցնել ապրել ազատության մեջ։ Они не были готовы жить в свободе. Նրանք պատրաստ չէին ապրել ազատության Говорят, մեջ։ лучше мы вернемся туда. Ասում էին ավելի լավ է մենք հետ գնանք, Лучше мы будем рабами, ավելի լավ է մենք գերության մեջ լինենք։ но будем есть рыбу, дыню, лук. Ուտենք վարունգները, ձկները, И вот սխտորները։ все меню. Лучше мы будем жить в грехах Ավելի լավ է մենք ապրենք մեղքի մեջ и будем всем этим наслаждаться. եւ այդ ամենը վայելել։ Но Бог меня и тебя призвал жить в свободе. Բայց Աստված ինձ եւ քեզ կանչել ապրել ազատության Это մեջ։ дьявол говорит, там хорошо. Դա սատանան ասում որ այնտեղ է լավ, Но мы с тобой знаем, где хорошо. բայց մենք իրար հետ գիտենք թե որտեղ է լավ։ Мы знаем, где свобода. Մենք гիտենք որտեղ Слово Божие говорит, ազատությունն է։ там, где Дух Господень, там свобода. Ասո խոսքը ասում է որտեղ որ հոգին է այնտեղ ազատությունը։ И сегодня мы с тобой здесь сидим, и мы с тобой свободны. Եվ այսօր մենք այստեղ նստած ենք եւ մենք այսօր ազատ ենք։ Потому что Сын Божий освободил меня и Որովհետեւ тебя. Աստծո որդին ազատեց մեզ։ Аминь. Ամեն։ Научить верности, научиться сражаться. Սովորեցնել հավատարմության, սովորեցնել պատերազմի։ И знаете, они в пустыне построили скинию и служили Богу. Եվ գիտեք նրանք այնտեղ անապատի մեջ կառուցեցին տապանակը եւ ծառայեցին նրան։ Если бы пустыня была плохим местом, Եթե անապատը այդքան էլ վատ տեղ էր, почему Бог там сказал, постройте скинию и служите мне? ինչի համար Աստված ասեց խորանը կառուցել անապատի մեջ եւ ծառայել։ Мы должны научиться служить Богу и в пустыне. Մենք պետք է սովորենք եւ անապատի մեջ էլ Աստծուն ծառայենք։ Вот когда у меня все будет хорошо, Եվ երբ որ իմ մոտ ամեն ինչ լավ կլինի, тогда я буду служить Богу. այդ ժամանակ ես կծառայեմ Աստծուն։ Когда у меня с работы все будет шоколад. Երբ որ իմ աշխատանքի մեջ քաղցր կլինի, լավ կլինի, Когда, не знаю, женюсь. երբ որ ամուսնանամ, Когда что-то пойдет, երբ որ ինչ-որ մի բան լավ мои կգնա, мечты начнут сбываться, вот тогда начну служить. Այն ժամանակ ես կծառայեմ։ Если я в пустыне не научусь служить Богу, то я и в обетованную землю не попаду. Եթե ես անապատում չսովորեմ ծառայել Աստծուն, ես խոստացած երկիրը չեմ։ Мы должны уметь служить Богу в пустыне. Մենք պետք է սովորենք ծառայել Աստծուն անապատի մեջ։ Аминь. Ամեն։ Даже когда тяжело. Անկամ այն ժամանակ, երբ որ դժվար է, А кому легко? ում համար է հեշտ։ Кому легко? Ում համար է։ У всех есть трудности, у всех есть Ամեն մեկին իր проблемы. դժվարություններ եւ խնդիրներ կա։ Но мы должны научиться служить Богу. Բայց մենք պետք է սովորենք ծառայել И Աստծուն։ Бог поэтому нас проводит через пустыню. Եվ դրա համար էլ Աստված տանում է մեզ անապատի միջով։ Аминь. Ամեն։ Научиться сражаться. Սովորել պատերազմել։ И знаете, пустыня – это духовный полигон. Գիտեք, անապատը դա հոգևոր պատերազմի И դաշտ когда է։ они были в пустыне, народ израильский, они сражались, воевали. Երբ որ նրանք անապատի մեջ էին, նրանք կռվում էին, պատերազմում էին։ Бог учил их сражаться. Աստված սովորեցնում է նրանց Господь պատերազմել։ хочет нас научить, чтобы мы сражались против греха, Աստված ուզում է մեզ սովորեցնել պատերազմել մեղքի դեմ, против желаний плоти. մարմնի ցանկության դեմ։ Я не могу. Ես չեմ կարող։ Наверное, я не хочу. Երևակայ ես չեմ ուզում։ Потому что если я хочу, Бог дает силу, чтобы мы могли. Որովհետեւ երբ որ Аминь. ես ուզում եմ, Աստված տալիս է մեզ ուժ։ Когда я хочу освободиться от греха, Երբ որ ես ուզում եմ ազատվել մեղքից, Бог дает свою благодать, и тогда мы побеждаем. Աստված տալիս է իր շնորհքը եւ այդ ժամանակ մենք հաղթում ենք։ Мы можем побеждать. Մենք կարող ենք հաղթել։ Мы можем побеждать. Մենք կարող ենք Иисус հաղթել։ Навин, Халев, они примеры этому. Հեսուն ու Քաղեբը նրանք օրինակներ են։ Многие, большинство, они не пошли, не попали в землю обетованную, не прошли туда. Շատ մարդիկ նրանք չգնացին եւ Քանանի երկրի չմտան։ Но я не хочу смотреть на них. Բայց ես չեմ ուզում նայել նրանց։ Пусть Халев и Иисус Навин будут для меня и тебя примером. Թող Հեսու եւ Քաղեբը իմ ու քո համար օրինակներ Тысячи и լինեն։ миллионы могут не пойти. Հազարներ եւ միլիոններ կարող են չգնան։
Но я и ты должны пойти. Բայց ես եւ դու պետք է գնանք։ Мы должны быть верными Богу. Մենք պետք է լինենք Мы հավատարիմ должны Богу Աստծուն։ служить. Մենք պետք է Աստծուն ծառայենք։ И Бог нас в пустыне готовит. Եվ Աստված մեզ անապատում պատրաստում է։ И мы должны это принимать и готовиться. Եվ մենք պետք է դա ընդունենք եւ պատրաստվենք։ И это не в один день Եվ происходит. դա մեկ օրվա մեջ չի լինում։ Аминь. Ամեն։ И третье, что я хотел сказать. Եվ երրորդ ինչ որ ուզում եի ասել, Первое, առաջինը, Бог хочет показать мое и твое сердце. Աստված ուզում է ցույց տալ իմ ու քո սիրտը։ Второе, Бог хочет подготовить к обетованной земле. Երկրորդը Աստված ուզում է պատրաստի խոստացած երկիր մտնելու համար։ И третье, Եվ երրորդը, научить любить Его и служить Ему. սովորեցնել, սիրել նրան եւ ծառայել նրան, Աստծո։ Второзаконие 8, 5, 6. Երկրորդ օրինաց 8-րդ գլուխ 5-6 խոսքերը։ «И знай в сердце твоем, что Господь Бог твой учит тебя, как человек учит сына своего. Итак, храни заповеди Господа, Бога твоего, и ходи путями Его, и боясь Его». Եվ իմացիր սրտիդ մեջ, որ ինչպես մի մարդ կխրատե իր որդին, քո Եհովա Աստվածն է քեզ խրատում։ Ուրեմն քո Եհովա Աստծո պատվիրանքները պահես եւ նրա ճանապարհներում գնաս եւ նրանից վախենաս։ Аминь. Ամեն։ Вот для чего все это нужно. Ահա թե ինչի համար է դա պետք։ Чтобы мы хранили заповеди Его. Որպեսզի մենք պահենք նրա պատվիրանքները։ Чтобы мы ходили Его путями. Որպեսզի մենք նրա ճանապարհով քայլենք։ Чтобы мы служили Богу. Որպեսզի մենք ծառայենք նրան։ Чтобы мы любили Бога. Որպեսզի մենք սիրենք նրան։ И Он говорит, Он как любящий отец. Եվ նա ասում է, ինչպես հայրը, որ сիրում է, Он учил, նա Он սովորեցնում наставлял. է, նա խրատում է։ И то, что происходит в моей и твоей Եվ жизни. ինչ որ կատարվում է իմ ու քո կյանքի И մեջ։ когда мы говорим, Бог, почему ты это допустил? Եվ մենք ասում ենք Տեր Աստված ինչի համար թույլ տվեցիր այսպիսի баներ։ Он говорит, помни, что я твой любящий отец. Նա ասում է հիշի որ ես սիրող հայր եմ։ Я учу тебя. Ես սովորեցնում եմ Я քեզ։ наставляю тебя. Ես խրատում եմ Я քեզ։ буду с тобою. Ես քո հետ կլինեմ։ Просто будь верным мне. Ուղղակի եղիր հավատարիմ ինձ։ Служи мне. Ծառայի ինձ։ Слово Божие говорит, что очи Господа обозревают всю землю, чтобы поддерживать тех, чье сердце предано Ему. Աստծո խոսքը ասում է որ Աստծո աչքերը մարդկանց որդիների վրա է եւ որպեսի նա տեսնի թե Сиртна. ում սիրտն է նրա հետ որպեսի պահի նրանց։ Аминь. Бог видит всех людей. Աստված տեսնում է ամեն И Он մարդկանց։ видит тех, чье сердце с Ним. Եվ նա տեսնում է այն մարդկանց ում սիրտը նրա հետ Он говорит, է։ я вижу, что твое сердце со мною. Նա ասում է որ ես տեսնում եմ որ քո սիրտը ինձ Тебе հետ է։ тяжело, но твое сердце со мною. Քեզ դժվար է, բայց քո սիրտը ինձ հետ Поэтому է։ я тебя буду поддерживать. Եվ դրա համար ես քեզ կպահեմ։ И ты обязательно преодолеешь. Եվ դու անպայման կկանցնես։ И дойдешь. Եվ կհասնես։ Аминь. Ամեն։ Если тебе сегодня тяжело, Եթե այսօր քեզ դժվար է, но ты знаешь, что ты любишь Бога, բայց դու գիտես որ դու սիրում ես что ты Աստծուն, верен Ему, որ դու հավատարիմ ես նրան, не сомневайся, что Бог тебя будет поддерживать и поддерживает. չկասկածես որ Աստված քեզ պահելու է եւ նա պահելու Он է как քեզ։ любящий отец. Նա ինչպես սիրող հայր։ Он говорит, я как любящий отец Նա учу ասում է сына. ես ինչպես սիրող հայր ես սովորացնում եմ որդին։ Аминь. Наш Аминь. Бог, Он любящий отец. Մեր Աստված սիրող հայրը։ Аминь, аминь. Ամեն։ Можно попросить играть? Числа 14 глава. Թվոց 14-րդ գլուխ։ С 20 стиха. «И сказал Господь Моисею, прощаю по слову Твоему, но жив я, и славы Господней полна вся земля. Все, которые видели славу мою и знамения мои, сделанные мною в Египте и в пустыне, и искушали меня уже 10 раз, и не слушали гласа моего, не увидят земли, которую я с клятвой обещал отцам их. Все, раздражавшие меня, не увидят ее». 20-րդ խոսքից Եհովան ասեց. Ներեցի քո խոսքի պես, բայց կենթանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքով պիտի լցվի, որովհետև բոլոր այն մարդիկ, որ Եգիպտոսում ու անապատում իմ փառքը ու իմ արած հրաշքները տեսան, եւ ինձ ահա 10 անգամ փորձեցին, եւ իմ խոսքին չլսեցին, չեն տեսի այն երկիրը, որ իրանց հայրերին երթում արի, եւ ինձ արհամարողների մեկն էլ չի տեսնիլ այն։ Аминь. Знаете, Бог хотел истребить народ.
Գիտեք, Աստված ուզում էր կործանել ժողովրդին։ Но Моисей говорит, прошу тебя, прости их. Եվ Մովսես ասում է, խնդրում եմ ների նրանց։ И Бог говорит, я прощу их Եվ по Աստված слову ասում է, твоему. ես կներեմ քո խոսքի պես, Но они в землю обетованную не войдут. բայց նրանք խոստացված երկիր И չեն։ говорит, вот я уже 10 раз, они раздражали меня. Եվ ասում է, որ 10 անգամ նրանք փորձեցին ինձ, Искушали и раздражали меня. փորձեցին ինձ 10 անգամ։ И поэтому Եվ դրա համար они не войдут в землю обетованную. նրանք չեն մտնի խոստացված երկիր։ Но здесь я увидел, Բայց այստեղ ես տեսա, что Бог говорит, я прощу их. որ Աստված ասում է, ես կներեմ նրանց։ Знаете, все, кто не вошли в землю обетованную, Գիտեք նրանք ովքեր որ չմտան խոստացված երկիր, мы видим, что Бог их простил. մենք տեսնում ենք, որ Աստված նրանց Мы даже ներեց։ знаем, что Моисей не вошел в землю обетованную. Մենք անգամ գիտենք, որ Մովսեսը չմտավ Это այդ не երկիր։ означает, что он не попадет на небеса или Դա չի նշանակում, որ Մովսեսը չի оказался в մտնի аду. երկին կամ հայտնվել է դժոխքում։ Но мы с тобой не вкусим то, что Бог нам хочет дать. Բայց մենք իրար չենք ճաշակի այն ինչ որ Աստվածը ուզում է ստա։ Знаете, я понимал одно, Գիտեք, ես հասկանում եմ մի բան։ что я и ты, мы можем спастись. Ես եւ դու կարող ենք փրկվել։ И Библия говорит, что некоторые спасутся как бы из огня. Եվ Աստվածաշունչը ասում է, որ քանիստերը կփրկվեն կրակից ուղակի փրծված։ Это по милости Божией. Դա Աստծո ողորմությունն Вот как он здесь помиловал народ свой. Ինչպես այստեղ որ նա ողորմեց իր жողովրդին։ Он сказал, только Халев и Иисус Навин, Նա ասեց մենակ Քաղեբը եւ Հեսուն и тем, которые меньше 20 лет. եւ նրանք ովքեր որ 20 տարեկանից պակաս Те, են։ которые не вышли из Египта, они не знают, что там происходило. Նրանք ովքեր որ չէին դուրս եկել Եգիպտոսից չգիտեն ինչ այնտեղ կատարվում։ Говорит, я их приведу в обетованную Նա землю, а ասեց որ ես остальные умрут նրանց здесь. կբերեմ խոստացված երկիր, բայց մնացածը կմնան այստեղ։ Знаете, Бог хочет, чтобы я и ты вошли в обетованную Գիտեք, землю. Աստված ուզում է որ ես եւ դու մտնենք խոստացված Бог не երկիր։ хочет, чтобы мы просто по милости Его только еле-еле как бы спаслись. Աստված չի ուզում որ նրա ողորմությունով հազիվ թե մենք փրկված Или լինենք։ чтобы мы так думали. Կամ ինչ որ մենք այդպես մտածենք։ Ну, Господь, Он милостив. Դա է Աստված ողորմած է։ Спасусь, нет, так нет. Փրկվենք, չէ, ոչ։ Это от дьявола. Դա սատանայից է։ Бог хочет, чтобы я и ты думали. Աստված ուզում է որ ես եւ դու մտածենք։ Иисус меня искупил. Հիսուսը մեզ փրկել է։ Моя жизнь принадлежит Ему. Իմ կյանքը նրան է Я буду պատկանում։ Ему служить. Ես պետք է նրան И я ծառայեմ։ наследую обетованную Եվ землю. ես կժառանգեմ И не խոստացված только я երկիրը։ наследую, Եվ ոչ թե միայն ես но мои կժառանգեմ, дети наследуют այլ իմ обетованную երեխաները землю. կժառանգեն խոստացված երկիրը։ Аллилуйя. Հալելույա։ Слава нашему Господу. Փառք Это то, куда нас ведет Господь. Դա այնտեղն է որտեղ Աստված տանում է մեզ։ Можно попросить, чтобы вы стали на ноги. Կարող եմ խնդրել որպեսզի կանգնենք ոտքի։ И я прочитаю, вернусь в Второзаконие, 8 главу, и прочитаю с 7 стиха дальше. «Ибо Господь Бог твой ведет тебя в землю добрую, в землю, где потоки вод, источники и озера выходят из долин и гор, в землю, где пшеница, ячмень, виноградные лозы, смоковницы и гранатовые деревья, и в землю, где масляничные деревья и мед, в землю, в которой без скудости будешь есть хлеб твой, и ни в чем не будешь иметь недостатка, в землю, в которой камни, железо, и из гор, которые ты будешь высекать мед. И когда будешь есть и насыщаться, тогда благословляй Господа Бога твоего за добрую землю, которую Он дал тебе». 7-րդ խոսքից, որովհետև քո Եհովա Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի երկիր առատ դաշտերից եւ սարերից բխող գետերով, աղբյուրներով եւ խոր ջրերով, մի երկիր առատ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով եւ նռնենիներով, յուղ տվող ձիթենիների եւ մեղրի երկիր, մի երկիր, որի մեջ չքավորությամբ չես ուտի հացը եւ որի մեջ բնավ մի բան պակաս չես ունենա, մի երկիր, որի քարերը երկաթ են եւ որի լեռները պաղինձ կհանես, եւ երբ որ ուտես եւ կշտանաս, քո Եհովա Աստծուն օրհնես այն լավ երկրումը, որ նա քեզ կտա։ Аминь. Ամեն։ Наш Бог достоин, чтобы мы Его благословляли, Մեր чтобы Աստված мы արժանի Его է, որպեսզի մենք նրան прославляли. օրհնենք Каждый раз, ամեն անգամ։ когда мы видим Его дела в своей жизни, Երբ որ տեսնում ենք նրա գործերը մեր կյանքի մեջ, когда в трудностях Он нас проводит, երբ որ դժվարության մեջ նա Держит нас հասկացնում за է, руку. եւ բռնում է մեր Бог ձեռքից, достоин, чтобы мы Его прославили. եւ Բог ուզում է որ Աստված ուզում է որ մենք նրան փառավորենք։ Давайте придем в молитве. Եկեք աղոթք քանենք։